Գյումրիում ԿՊ-ն ամեն ինչ անում է, որ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելը դառնա երազանք։ Ամեն ինչ կախված է ավագանու առաջիկա նիստից, բայց որքան ապրիլի 16-ը մոտենում է, այնքան առուծախի մարդագողության ռիսկերն ու վտանգները թեժանում են։ Դուք ասել եք, որ ձեր թիմակիցների վրա վստահ եք, բայց դուք վստահ եք, որ Մարտուն Գրիգորյանի մյուս թեկնածուների անդամների վրա չեն աշխատի ԿՊ-ն ու լուրջ անակնկալներ չեն։ Գիտեք ինչ, ես ոչ մեկի վրա վստահ չեմ, բացի ինձանից։ Ու կգա ժամանակը մենք բոլորը կտեսնենք, ով հանկարծակի մի բան արեց, ուրեմն դա շահկապված գնում հասնում է մինչև Երևան։ Մենք այդ բոլորի անունները կբարձրաձայնենք ու ես հայտարար կանեմ բոլորին, եթե այս անադատի մասին չէ խոսքը սա։ Դա թիմային խնդիր է, եւ մենք էլ կներկայացնենք, թե ով է այս մարդու հետևը կանգնած եւ ով սա արեց, ու վերջում արդյունքները մենք կասենք, այդքան բան։ Այսինքն դուք էլ ունեք այդ անհանգստությունը, որ վերջում կապրենք կտեսնենք էլի ով ինչ արեց իր համար է անելու մեր դպրոցին, հետո կտեսնենք թե ԿՊ-ում հետ են տանրապես ծածուկ բաների տակ զանավեսի հետևը գործում, ով միացավ կզգանք թե դրա տերը ով է, այդքան բան։ Այսինքն հաշված օրեր են մնացել դիմակազերծվել։ Հա, կտեսնենք բոլորի դիմակը պետք է պատրվի խոմ, այդպես չի կարող մնա։ Ես չեմ հավատա, որ Գյումրու քաղաքապետի համար կարևորագույն մարդիկ ջերի երես դուրս կան եւ հայտարարվեն։ Հա, իրանք կարող է քցեն մանր-մոնների վրա, թե իրանք թռան, բայց դες բան չի կարող լինի, անանալին բան է։ Իրանք արածն է։ Ընդամենը օրեր առաջ նույն Վարդան Ղուկասյանը ավելի վստահ էր իր քաղաքապետ ընտրվելու վրա։ Մենք ավելի շատ իրանցից կտանենք, քան իրանք մեզանից։ Ուրեմն ես այդքան թույլ մարդ եմ, հա։ Հələ դու ինձ նայի, աբրացից նայի բան։ Ուրեմն ԿՊ-ն կարող ինձանից մարդ տանի ու մենք իրանցից չենք կարող տանել։ Ես այդ բաներին չեմ ուզում պատասխանել, կապրենք կտեսնենք։ Ինքը ճիշտ է ասում, ուղղակի ես այսպես ասեմ, ի սկզբանե երբ որ նայեց իր ավականու ցուցակը, թե մարդկանց չեմ ճանաչում, մի քիչ իմ մոտ տարակուսան Կարեն մասով, որ որպես մասնագետների ցանկ դիդարգում եղավ, մտածում եմ, որ կարող է ավելի խոր մասնագիտացված, բայց հետո ուսումնասիրելով եկան եզրակացել, որ ինքը դարել է այն մարդկանց, որոնց որ ուղղակի վստահում է, որոնց որ կողանալ չի լինի։ Առաջնային ինքը այդ ռիսկը փակել է, որ իրենից մարդ չտանեն, իրենից մարդ չկողանան, ինքը այդ քայլը կանխատեսել է։ Կարելի է մեր բարբարով ասած հալալ լինի իրեն, որ մի քայլ առաջ է դիդարգել, դրել ավականու անդամներին ու բնական է պարտադիր չէ, որ այդ ավականու անդամը դառնա ինչ-որ քաղաքապետարանի բաժնի վարիչ։ Ինքը շատ մեծ հաջողությամբ արդեն բաժնի վարիչներին նշանակի պրոֆեսիոնալ կադրերի, որոնց էլ որ կաշխատի։ Քաղաքական առևտուրը սկսված է, Վարդան Ղուկասյանն էլ վստահ չէ։ Աչքի առաջ կա Վանաձորի, Ախուրյանի եւ այլ համայնքների սցենարը։ Պատրաստ եք։ Մենք նման օրինակ ունեցել ենք Մարալիկանի համայնքում։ Այդ օրինակ ունեցել ենք, որ մի քանի ամիս հետո առաջի ընտրությունից հետո կազմակերպից երկրորդ փուլը եւ մեծ լծակներ գործադրելով իշխանությունը վերցրեցին Մարալիկում։ Ախուրյանում էլ հետ ընտրական արդեն աշխատանքային ընթացքում աշխատանելի նորից լծակներով, բռնաճնշումներով, մարդկանց համոզելով, կեսին վախեցնելով, կեսին առնելով իշխանափոխություն արեցին Ախուրյանում եւ համայնքի ղեկավար կարգեցի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները։ Ես որպես օրինակ մարդ, որպես քաղաքացի, ես այսօր անհանգստացած եմ բոլորի համար։ Եվ Վարդան Ղուկասյանի, եւ Մարտուն Գրիգորյանի, եւ Ռուբենի Մխիթարյանի, եւ Կարենի, այսինքն իրենք որպես ընդդիմադիր հանդես եկած տեխնոլոգիաներ, ովքեր կարողացել են որոշակի ձայներով մտնել ավականու կազմ, այսօր իրենք բոլորն էլ վտանգի առաջ են, որովհետեւ մենք գործ ունենք մի մարդու հետ, ով մեր երկիրը կառավարում է առանց որևէ օրենքների։ Մարդ, ով բազմաթիվ անգամներ անցել է սահմանադրության վրայով, մարդ, ով ավիրել է սահմանադրական դատարան ու առհասարակ դատարանները, այսինքն այստեղ ինչի մասին է խոսքը։ Ես վստահ եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները ընտրական ցուցակները կազմելիս այդ ամեն ինչը հաշվի առել են եւ նման մեթոդը հաստատ չի գործի Գյումրի պարագայում։ Ու կարող է ունեցած փորձերով Վանաձորը, Ախուրյանը, այնտեղ մնացած համայնքները, որտեղ իշխանության կողմից իշխանագողություն եղավ, հնարավոր է փորձեր արվի, բայց ես չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանը ինքը կարող է, որտեղ մեծամասնության կողմից է առաջադրվել եւ ինքը նոր մարդ չէ, նաեւ համայնքի ղեկավար է եղել, բավականին տիրապետում է տեղական ինքնակառավարման համակարգին
Եվ ես կարծում եմ, որ կարող են ղեկավարել իրեն շուրջ հավաքված եւ Մարտուն Գրիգորյանի Դաշինքի հետ միասին եւ Կարեն Սիմոնյանի եւ Ռուբեն Մխիթարյանի եւ կարող են ղեկավարել այդ դաշինքը եւ փորձ ունեցող մարդիկ են հիմնականում իսկ ինչ վերաբերվում է այս նորելուկ իշխանավորներին, որոնք իրանց, չգիտեմ, իշխաններ են պատկերացնում, որովհետեւ մարդիկ պետք է հասկանան, որ պաշտոնը դա վայելք չէ, պաշտոնը դա ծառայություն է, որ պետք է ծառայեցնեն ժողովրդին եւ դա ինքը հեշտ բան չի եւ շատերը մտածում են թե իրանք իշխաններ են, իրանց տիգնայք է, առաջի տիգիններ են հանդես գալիս եւ նաեւ ինչու՞ չէ երեխաներն էլ մտածում են որ մենք պաշտոնյայի երեխաներ ենք, ուրիշներին ուրիշ աչքով են նայում, բայց դա չտեսության արդյունք է ընդամենը, որ իրանք չեն տեսել եւ նոր են տեսել կամ գտել են փողոցից կամ փողոցից բռնած մի հատ ՀԿ-ի ղեկավարի կամ ինչ-որ մեկին դերում մարզպետ են տալիս կամ չգիտեմ նախարար են տալիս, դե բնականաբար պետք է տեսածել չլինեն։ Դրա համար էլ այսօր այս կարգավիճակն է։ Ի սկզբանե ենք ասել, որ Նիկոլի հետ ընտրություն գնալը նույնիսկ հաղթանակի դեպքում լիքը լինի տարատեսակ կարգավանքներով։ Բնականաբար Գյումրին բացառություն չէր։ Իրականում իհարկե ես պայն մի քիչ դժվար է գնահատել, մի քիչ դժվար է կանխագուշակել, թե ինչպիսի քաղաքականություն որդեգրի Վարդան Ղուկասյանը, բայց զուտ այս պայն արկային փաստերը եթե փորձում ենք վերլուծել, հասկանում ենք, որ բավականին լուրջ խնդրի առաջ է կանգնած թե Ղուկասյանը, թե նաև Գյումրի քաղաքը։ Ինչպես տեսանք, նրան հաջողվեց ձեռք բերել մանդատներից ընդամենը 8-ը, որը կառավարման համար բավականին քիչ է։ Մյուս տեխնազուները, ովքեր հայտարարեցին, որ պատրաստվում են նրան համապատասխան ձայներով ապահովել, նրանք ուղղակի ձայներ են ապահովելու, բայց կոալիցիա չեն կազմելու։ Ցանոթ լինելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության աշխատելավոճին վստահ եմ, որ այս ընթացքում մինչև ամսի 16-ը փորձելու են որոշակի ազդեցություն ունենալ ընդդիմադիր ավականների անդամների վրա, որովհետեւ ամսի 16-ին կայանալիք նիստին փորձեն Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրի համայնքի ղեկավար, բայց վստահ եմ ոչ մի այդպես լուրջ ինտրիգային խնդիրներ չեն առաջանա եւ ամսի 16-ի կայանալիք նիստը նորմալ կայանա եւ ընդդիմադիր տեխնացումը դառնա համայնքի ղեկավար։ Մենք անընդհատ հիշում ենք Վանաձորի դեպքը, բայց չմոռանանք նաև Գյումրիի դեպքը։ Իրականում ինչ եղավ, փաստացի 2021 թվականին Վարդգես Սամսոնյանը եւ Բալասանյան Դաշինքը կարող էին ցանկացած ավականու անդամ դարձած քաղաքական ուժի հետ կնքել համապատասխան հուշագիր եւ կոալիցիայով շատ լավ աշխատել, բայց իրենց պարտադրեցին հենց հուշագիր կնքել ՔՊ-ի հետ։ Հիշում եք նաեւ մինչ այդ ժամեր առաջ իրենք արդեն քաղաքապետարանում ձերբակալություններ էին սկսել առանձին աշխատակիցների նկատմամբ եւ դրանով իսկ արդեն պարտադրեցին։ Հետո եկավ հասավ մի պահ, երբ որ իրենց համար արդեն հետաքրքիր չէր այդ կոալիցիան, իրենք միանգամից որոշեցին այդ կոալիցիան լուծարել։ Նույնիսկ հայտարարեցին, որ կառավարման ստվերային ճգնաժամ եւ այլն, բայց այդ նման բան կար, ինչը ցես խանգարեց, որ 2 տարի էլ դուք չգնացիք այդ ստվերային գործողությունների հետևից եւ որևէ բան չբացահայտեցիք։ Այսինքն դա խոսում էր նույնիսկ այդ նույն փուչիկի մասին։ Եվ հետո չմոռանանք, որ ընտրություններ պարտադրելու համար ինքը ուղղակի բռնեցին եւ բանդարգեցին Խաչատուր Բալասանյանի կրտսեր որդուն։ Օրինական ճանապարհով ձեռք բերված հողատարածքների համար, միանշանակ օրինական ճանապարհով, բայց օրինակ որ անօրինական կերպով Աննա Հակոբյանի բարեկամը մարդուց պատ է խլում, դրա համար որևէ բան չարեցին։ Վանաձորի սցենարը չի կարող լինի, Գյումրին ուրիշ է, Վանաձորը ուրիշ է, կտեսնեք, որ Գյումրին ուրիշ է եւ լավ է լինելու։ Վարդան Ղուկասյանը ամենախոցելի տեխնացուն է, վստահեցրեց Մարտուն Գրիգորյանը։ Քրեական գործերը կան, ապագա քաղաքապետին բռնելը մեկից մեկ է։ Հարուցել, չեք մտածում, որ գուցե դրանով կանցնի։ Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին կարող ենք համարել, որ Մարտուն կարող է նույնիսկ դատարկ թղթի վրա ուղղակի մի ստորագրություն տնել եւ տանել նստեցնել, որի դեպքերը մենք բազմաթիվ ունեցել ենք։ Այսինքն տվյալ դեպքում Հայաստանում չկա խոցելի եւ ոչ խոցելի տեխնազու։ Բոլորն էլ խոցելի են, եթե իրենք չեն խաղում եւ չեն գնում Նիկոլ Փաշինյանի սցենարով։ Հետեւաբար
կարևոր չի մարմինը կլիներ Վարդան Ղուկասյանը թե Ռուբենը, եթե որոշում կայացվեր, որ տվյալ հաղթող տեխնազույն կամ քաղաքապետին պետք է ձերբակալել, իրենք կգտնեին ձեր նաև ձերբակալելու։ Իշխանությունը ցանկացած լծակ փորձելու է օգտագործել, որովհետեւ վարկաբեկի նոր քրեական գործեր հարուցի չի բացառում մյուս ընդդիմադիր տեխնազույնների նկատմամբ պետք որոշակի իրավական գործընթացներ սկսենք իրարել, բայց քաղաքացիական պայմանագիրի աշխատելավոճն է եւ փորձել են ամեն ձևի ամենայն դեպս փորձել են խոչընդոտել, որը առաջին հերթին ազդելու է քաղաքի գործունեության վրա եւ առաջին հերթին ազդելու է գյումրեցիների կենցաղի եւ կյանքի վրա։ Ուրեմն այդ խոցելի մասով էդել մի քիչ միֆ է, ասեմ չէ, Լավրենտի Պավլովիչ Բերյան ասում էր «Был человек, статья найдется». Այս մեկ ու շարունակում էր, ասում էր «Если вы не сидите, это не означает, что вы не виноваты. Это означает, что мы плохо работаем». Այսինքն ցանկության դեպքում ցանկացած մարդու վրա կարելի է քրեական գործ սարքել։ Վառ օրինակը Քրիստոսը Պիղատոսը տատեց Քրիստոսին ու խաչեց, ավազագինել փաստորեց։ Այսինքն եթե մեկը մտածում է, որ դատական համակարգը դաշտարության մարմնացում է, չգիտեմ ինչի այդ պարագայում պետք է դատարանի վրա հրեշտակների թռնել ու սեպսակներ լիներ, բայց չեմ տեսել այս վերջերս։ Այն, որ իրեն Քրիստոսի հետ են համեմատում Վարդան Ղուկասյանին, դուր չեկավ։ Նորմալ այդպես բաներ։ Վերջը մի քիչ դուք վախ չունիք ասուց։ Ես քեզ մի բան ասեմ, դու լսի։ Ուրեմն դուք ես գիտեմ, որ դուք չեք վախենում ու չեք հավատում։ Ո՞վ ասեց։ Դուք որովհետև դուք այդպիսի բանի տակ, այդ բառերի տակ դուք ո՞նց եք մտնում։ Բայց մենք չենք մտել, ձեզ ասում են, չթողեցիք ավարտել։ Ես չեմ ուզում դրա մասին ընդհանրապես խոսել, ոչ ձեր խոցելիության հետ։ ասում եմ, որ ամոթ է, չի կարելի այդպես բաներ խոսել։ Եթե փորձեն հանգարտ Վարդան Ղուկասյանի ձերբակալության տանեն, ուրեմն ցուցակից մի ուրիշ շոկու կամ ընդդիմադիր որևէ այլ գործ չի փորձեն ապայման համայնքի ղեկավար քվեարկել եւ դարձնել համայնքի ղեկավար, բայց ոչ քպական տեխնազույգ։ Մամիկոն Ասլանյանը բավականին լավ իրավաբան էր, բավականին լավ աշխատել գիտեր եւ ես վստահ եմ, որ ինքը հաստատ խոցելի չէր, բայց պետք է չէ, որ իրեն հեռացնեին։ Ես չեմ կարծում, որ որևէ այլ քաղաքապետ ավելի լավ այսպես իրավագիտակցության բարձր մագարտակ ունենա Հայաստանի Հանրապետության տարածքում, քան Մամիկոն Ասլանյանը։ Բայց տարան փակեցին չէ՞ մարդուն։ Այսինքն դա բացարձակապես չափանիշ չի։ Իշխանություններն ու սազանդարները խոսում են նոր ընտրությունների մասին։ Գյումրեցիներն այդ սցենարը նույնպես չեն բացառում։ Կախված նրանից թե ինչ կորոշի երկրի կառավարիչը, կարող է սցենարները տարբեր լինել։ Օրինակ ես հավանական սցենարներից մեկը համարում եմ այն, որ ինքը գոնե 1 տարի ժամանակով որևէ կերպ չպետք է չի անդրադառնալու Վարդան Ղուկասյանին, բայց միևնույն ժամանակ նրա համար եւ նրա կառավարման համար ստեղծելու է բավականին լուրջ խնդիրներ, որովհետեւ արդեն հաջորդ ընտրություններից համապետական ընտրությունների մասին է խոսքը, հաջորդ ընտրություններից առաջ, հաջորդ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ինքը ցույց տա, ասի որ տեսեք, այ դուք գնացիք հների հետ բերեցիք եւ այդ հների հետ գալու արդյունքում օրինակ Գյումրու աղբահանությունը տուժեց։ Վատ սցենար քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որ ասում է այդ նոր ընտրությունների սցենարն է, այսինքն չկայանա երեկավականոնիստ, այս պարագայում պետք է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փորձի Մարդուն Գրիգորյանի ավականներից ինչ որ 3-4-ին համոզի, որ ավականոնիստ չկայանա։ Այդ դեպքում նոր կարող է լինել նոր ընտրություն, անվավեր համարվել կամ նոր ընտրության մասին հայտարարվել, բայց այս պարագայում ինձ թվում է շատ ռիսկային է նախ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար առաջնահերթ։ Չի բացառվում այդ ձեր ասած քպեականների սցենարները, որ այսօր իրենք անընդհատ արդեն գոռգոռում են, որ նոր ընտրությունների կարիք կա եւ իրենք ունեն ցանկացած տեսակի մեխանիզմներ, հնարավորություններ, որպեսզի այդ ընտրությունները իսկապես կյանքի կոչեն եւ հերթական արդյունքին կտան։ 99%-ով բացառում եմ, որովհետեւ խմբակցության ղեկավարները շատ բոլորին ճանաչում եմ, նաև ավագանու անդամներին շատերին եմ ճանաչում, որովհետև սկզբունքային մարդիկ են եւ չեմ կարծում, որ իրանք չեն գիտակցում, որ եթե գյումրեցին քվե է տվե, ուրեմն պարտավոր են այդ քվեն պահպանել եւ գնան իրենց տեխնազույի օգտին քվեարկել կամ Գյումրու
զարգացման համապատասխան նպատակների համար քվեարկել եւ քաղաքի նպաստել քաղաքի զարգացմանը։ Ես կարծում եմ, որ Ախուրյանի այդ իշխանագողության դեպքերը չի կրկնվելու ստեղ եւ կարծում եմ, որ իշխանությունն է երևի թույլ չի տալու, որովհետեւ երկրի առաջի դեմքը շնորհավորել է Պոպուլիստական հայտարարությունով ասում են գնալու ենք նորընտրություն, շատ լավ հասկանում են, որ նորընտրությունը ավելի վատն է լինելու իրենց համար, քան նախորդը։ Այս նորընտրությունով Ղուկասյան Վարդանին ավելի մեծ հաղթաթուղթ են տալու։ Չեմ կարծում նորընտրությունների հասնենք, որովհետև գիտեք ինչ, ամեն անգամ պարտվելով մի համայնքում պարտվելով փորձել նորից ընտրությունների վերել, վերջը մենք պետություն է ու շատ հարուստ պետություն չենք, ամեն անգամ հսկայական ֆինանսական միջոցներ վատնելը որոշակի մարդկանց կմահաճույքի կյանքի կոչելու համար այդ ուղղակի անբարոյականություն է ու հանցագործություն է եւ պետք է անպայման շատ խիստ պատասխանատվության ենթարկվեն նման մարդիկ, ովքեր կփորձեն այդ ամեն ինչը բերեն հասցնեն անձնական դաշտ։ Այս հանցած ընտրություններին այդ կուսակցությունը օգտագործեց իր բոլոր ռեսուրսները։ Այսինքն ոչ մի ռեսուրսի դիմաց, ոչ մի միջոցի դիմաց ինքը չկանգնեց եւ հաջորդ ընտրություններին ինքը այդ կանցային չի հաջողելու, չի ունենալու այս մեկ հաջորդ ընտրություններին ասեմ Ղուկասյան Վարդանի ցայները շեշտակի աճելու են այստեղ մենակ այնպես չի որ քաղաքացիական պայմանագրի դրողներից են տեղափոխվելու Ղուկասյան Վարդանի ճամբար, այլ նաև Մարտուն Գրիգորյանի դրողներից, որովհետև այնտեղ նախընտրական խոստումների մեջ ինքը մի բան ասեց, որ չի միանալու, հետո միանալ այդ նույնպես դրողների դիրքորոշում է փոխում, որովհետև խոստում ես տալիս մինչև եւ այլն մի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, բայց շարքային ընտրողը այդ նպատակահարմարությունը չի գնահատում։ Շարքային ընտրողը ուղիղ տեսնում այսօր այս բանը խոստվեցիր, անցավ 4 օր այլ բան եղավ։ Կան կանխատեսումներ, որ ՔՊ-ն ավականունիստերը կվերածի ծեծկրտուքի, կսադրի ու կասի կրիմինալ նեկավ։ Բայց չի խանգարե մեզի вообще։ Մեզի вообще չի խանգարե, Ժող ջան։ Չեմ կարծում, որ քաղաքացիական պայմանագրի խմբակցության մեջ կան մարդիկ, ովքեր կարող են ծեծկրտուկներ կազմակերպել։ Իրանք լավագույն դեպքում կարող են թավեր կազմակերպել կամ կարող են մարդկանց ուղղակի գլխին սարքել տանել նստեցնել, ինչպես արել են վերջի 7 տարում շատերի նկատմամբ։ Բայց ծեծկրտուկ սարքելու համար մարդ պետք է առաջերտին նաև արժանապատվություն ու տաղամարտկություն ունենա։ Իսկ իմ կարծիքով այո ես հրապարակային եմ ասում ու ցանկացածի առաջը կարող եմ պատասխան տալ ցանկացած ֆորմատով արժանապատվություն ունեցող մարդը չի կարող լինել ԿՊ-ի անդամ։ Պարտությունը տղամարդու համար է նաև, պարտությունն է պիտի պարտվողի նման տանել, մարդիկ վեհանձություն ունենան, որ եթե պարտվել են, պիտի ընդունեն պարտությունը, ինչ վերաբերվում է Վարդան Ղուկասյանին թողալ չթողալու հանգամանքը, Վարդան Ղուկասյանը եւ մյուս դաշինքները ժողովրդի ընտրյալներն են, իսկ մեծամասնության հետ հարկավոր է հաշվի նստել եւ անպայման մեծամասնության կարծիքի հետ հաշվի նստել եւ կարծիքը ընդունել, որովհետեւ վերջի վերջո ժողովուրդն է ընտրել եւ ժողովրդի ցանկությամբ են բոլոր ընդդիմադիր տեխնազուներին, դաշինքներին ընտրել, որովհետեւ քաղաքացիական պայմանագիրը ստեղ իշխանություն չունենա։ Փորձելու են ավականու ամեն անգամ ինչ-որ լիստեր պրավալի տալ, բայց ճանաչելով Ղուկասյան Վարդանին որպես մարդ, մի բանում եմ համոզված, որ ինքը այդ ավականներից հաստատ կունենա համակիրներ, կձևավորի համակիրների խումբ, որոնք կլինեն 17 եւ ավել, եւ կապահովի այդ ցայների քանակը, որովհետեւ 2-3 ամսվա ընթացքում, որովհետեւ նորմալ բնականon աշխատանքով առաջ տանի ու կատարի նախընտրական խոստումներից գալի մասը։ Թե ով կկատարի Սարիկ Մինասյանի խոստումները առայժմ պարզ չէ։ Հիշում եք այն տատիկը, որը խնդրում էր, որ մեռնելուց հետո Սարիկը իրեն թաղի։ Այդտեղ էլ եմ շատ անհանգստացած, որովհետև հիմա որ այդ տատիկը մեռավ, ով է իրեն թաղելու։ Թաղումները չգիտենք, բայց կնունքի խավորները, ծնունդի համադաներն ու ամուսնությունները Գյումրիի քաղաքապետարանում պարզ կլինեն ապրիլի 16-ին։ Չեմ կարող հիմա այսպես շատ առաջ փորձեմ կանխատեսել ինչ իրավիճակներում կհայտնվեն ամսի 16-ից հետո, բայց վստահ եմ, որ շատ վատ իրավիճակում իրենք պետք է հայտնվեն, որովհետև արդեն չափը սահմանը անցել են ամեն ինչի, շատ կարմիր գծեր հատել են, որոնց համար լուրջ պատասխանատվություն պետք է ենթարկվեն։ Պրիպսիմե Ջեբեջյան, Նունե Արևշատյան, Նարեկ Ավագյան, Վազգեն Հովանիսյան, Տրիբյուն AM։